Նախ ես շատ ուրախ եմ իմ գործընկերների համար, որ վերջապես նրանք կլինեն մեզ հետ ազատությունում, իրենց ընտանիքների հետ ազատության մեջ։ Իմ գնահատմամբ իշխանությունները բավականին ուշացրեցին, որովհետև շատ կարճ ժամանակում արդեն հանրությանը հայտնի դարձավ, որ անիրավի դատապարտված մարդիկ են, կեղծու, շինծու, մեղադրանք։ Դրա համար այս համաներումը շատ ավելի շուտ պետք է լիներ, այսինքն իշխանությունները ստիպված գնացին ժողովրդական ասացվածքին համապատասխան, չասեմ պատճառները ներքին ճնշում, արտաքին ճնշում, Ղարաբաղյան չկարգավորված հարց, սոցիալական ահագնացող վիճակ երկրում, բոլորի ազդեցության հետևանքով էր արտադրված գնացին այս քայլին, բոլոր դեպքերում, նույնիսկ այդ պարագաներում էլի դրական է համարում այս գործընթացը, որին վերջապես Հայաստանում քաղաքական համայացքների համար դատապարտված մարդ չկա, շինծու մեղադրանքով չէ, շինծու մեղադրանքով այլ որակի հանցագործներ կարող են լինել ճակերտների մեջ հանցագործներ։ Եվ այդ առումով արդեն Հայազգային կոնգրեսի պահանջը դեռ մարտի 1-ից հետո երկխոսության առաջարկ էր լինում, մեր կողմից քաղաքական որոշումներ են կողմել, երբ իշխանությունների են դեպքում, երբ խաղ բանտարկյալներին ազատվեցին։ Հիմա փառք Աստծո, խաղ բանտարկյալներին ազատված են, այդ առումով իշխանությունների հետ երկխոսության բոլոր հիմքերը կան, եթե իշխանությունը ողջամիտ գտնվի եւ որակարգի համար առաջի խնդիրը ոչ թե իշխանությունը պահելու կամ աթոռը պահելու խնդիրը լինի, այլ երկրի առջև ծառացած բավականին բարդ ու դժվար խնդիրների լուծումը, ապա բնականը նաև կգնա հակի հետ երկխոսություն։ Այդ խնդիրները լուծելու ընդդիմության ներսում նաև տեսակետ կա, որ երկխոսության արդյունքում կհասնեն նաև արտահերթ ընտրությունների համաձայնությանը։ Դուք կիսում եք այդ տեսակետը։ Բոլոր պարագաներում ՀԱԿ-ի առաջնային խնդիրը երկրում սահմանադրական կարգ հաստատել։ Իսկ երկրում սահմանադրական կարգը խախտվել է կեղծված ընտրությունների արդյունքում։ Հիմնական պատճառը դա է։ Մարտի 1-ը եւ դրան հետևող այս քաղաքական հալածանքները դրանք հետևանքներն են։ Հիմնականը կեղծված ընտրություններն են։ Եվ դրա համար երկրում սահմանադրականը պետք է հաստատվի նաև ընտրությունների միջոցով, միայն եւ միայն։ Այս պարագաներում արտահերթ, ավելին ասեմ, արտահերթ ընտրությունները ոչ թե ամբիցիաների դրսևորում է սեփական ուժի ցույց տալու հնարավորություն, ոչ մեզ է պետք, առավել ևս այդ խնդիրը իշխանությունները չունեն, երկրին է պետք արտահերթ ընտրությունները, որոշակի քաղաքական տերմինոլոգիայով ասած time out վերցնենք միջազգային մարտահրավերների հետ կապված օրինավոր իշխանություն ընտրենք ու գնանք այդ խնդիրները լուծելու։ Ներողություն դեսում գոհացնում է, որ համաներման նրանք ազատություն, որովհետև միշտ պայքարը գնանց նրանք արդարացան եւ ոչ թե իշխանության կողմից։ Իհարկե, այդ պարագաներում իրանցից յուրաքանչյուրը նաև այս վճիռը վաղը մյուսները բողոքելու բոլոր բարոյական հիմքերն ունի, բայց շատ ներողություն չգիտեմ տեղին, թե տեղին չի, շանից մաս պոկելն էլ խերա, եւ այդ առումով իհարկե ողջունելի է, բայց նորից եմ ասում, դրանցից յուրաքանչյուրի իրավունքն է բողոքարկել այդ որոշումը, որտեղ վերջին հաշվով նրանց նկատմամբ քրեական գործերը բոլորը պետք է ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության պատճառով։ Պարոն Աբրահամյան, ինչպես նկատեցինք, իշխանությունը արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած 3 պահանջներին եւ ցույց տվեց, որ ինքը պատրաստ է երկխոսության։ Ներկա պահին ընդդիմությունը պատրաստ է երկխոսության իշխանության հետ։ Մենք պատրաստ ենք, բնականաբար մենք դրան կպատրաստվենք եւ օրակարգ կներկայացնենք իշխանություններին, բնականաբար նրանք էլ
կամ կհամաձայնվեն կամ չեն համաձայնվի, իրենց օրակարգը կներկայացնեն եւ այդպես աստիճանաբար քայլ առ քայլ ես նորից եմ ասում բոլոր հետագա այս երկրի համար կարևոր որոշումները եւ գործերը իշխանությունների ողջամտությունից են Մենք սպասում ենք այսօրվան, չնայած 3 տարի պարբերաբար Հայազգային կոնգրեսը դիմել է այս քայլով, որ երբ ազատ է քաղաքական բոլոր սկսվի երկխոսություն։ Մարտի 31-ին, մայիսի 31-ին Հայազգային կոնգրեսի արտադրության ծառայողում ամեն ինչը այդ ժամանակ բաց կլինի եւ երկխոսությունը կառաջարկվի առաջին նախագահի եւ Հայազգային կոնգրեսի կողմից։ Ես կարծում եմ, որ բայնպաստ համար տեսնենք ինչպես կընթանա գործը։ Այսինքն ամսի 31-ին ընդդիմությունը կհայտարարի ինքը պատրաստ է երկխոսության թե 31-ին նոր Երևան մինչև վերջի քաղաքական ազատության դեպքում նոր 31-ին առաջ չենք գնում 31-ին նոր ծրագրերը Նախ եւ առաջ շատ դրական եմ գնահատում այս փաստը եւ մենք այս փաստին հասանք մեր երկարամյա պայքարի արդյունքում մեր ժողովրդի պայքարի արդյունքում եթե չլիներ մեր կամքը մեր ժողովրդի համառությունը նպատակասլացությունը միգուցե մեր տղաները միջև վերջ նստեին եւ իհարկե Հայազգային կոնգրեսը հասավ այնտեղ պայքարի արդյունքում, որ կարողացավ արդեն հասարակության մոտ կուտակված այդ բոլոր խնդիրները, բոլոր պահանջները ներկայացնել իշխանությանը, որը բավականին թույլ կարգավիճակում է այսօր եւ դրան եւս մենք հասել ենք պայքարի արդյունքում, ցավալի է, բայց Հայաստանում այսօր իշխանությունը շատ թույլ է եւ նաեւ հասկանում է ստեղծված իրավիճակի լրջությունը եւ դրա համար գնաց զիջման քայլերի, որը ես որպես այս վերջին տարիների ամենաիմաստուն մոտեցումն եմ համարում իշխանությունների Դրա արդյունքում մեր տղաները այսօր ազատության մեջ կլինեն, բայց մեր պայքարը չի դադարի, մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր ժողովրդի բոլոր պահանջները, բոլոր նպատակները չիրագործվեն, մինչև մեր երկրում չվերահաստատվի օրենքը, չվերականգնվի սահմանադրական կարգը, իսկ դա հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների արդյունքում, որին մենք գնում ենք հիմա։ Հետևաբար ես ուզում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին իր այս փայլուն հաղթանակի համար։ Սա մեր ժողովրդի հաղթանակն է եւ ոչ թե իշխանության ներողամտության արդյունքը։ Իսկ ընդդիմությունը երբ կհայտարարի պատրաստ է արդյոք երկխոսության թե ոչ։ Ես կարծում եմ, որ այս մի քանի քայլերի կատարումի արդյունքում ընդդիմությունը արդեն իսկ պատրաստ է երկխոսության գնդակը արդեն իշխանության դաշտում պիտի լինի որոշողը իրենք են ցանկություն ունեն երկխոսելու հասարակության հետ որի միջնորդը այսօր իրականում հանդիսանում է Հայազգային կոնգրեսը եթե նման կամք եւ վճռականություն կդրսեւորեն նաեւ իմաստություն ուրեմն տեղի կունենա երկխոսություն որի արդյունքում անցնցում իշխանափոխություն տեղի կունենա Հայաստանում եւ կվերականգնվի սահմանադրական կարգը չեն ունենա պայքարի այլ միջոցներ կան, որին տրամադրված է հասարակության մի մեծ հատված, այդ դեպքում արդեն ժողովրդի կամքը ի կատար կացվի, եւ թող ոչ մեկի չնեղանան այդ դեպքում։